Արգելի հայրենակիցներ, ավելի ճիշտ կլինի ասել սիրելի հայրենակիցներ, որովհետև հայրենակիցների մեջ ահագին մարդիկ կան, որ տեսնելով բազմաթիվ պիղծ դրսևորումներ շարունակում են իրենց մոլորությանը հավատարիմ մնալ։ Ես այսօր մի բանի մասին եմ խոսելու, բայց շատ կարևոր մի բանի մասին։ Նկատել եք, որ հաճախ այսօրվա իշխանությունները Նիկոլի գլխավորությամբ Հայաստանը կոչում են ժողովրդավարության բաստիոն։ Եվ այս հարցում նրանց կապկում են այսպես կոչված չեզոք հանրային կառույցների ներկայացուցիչներ, միջակություն, ծախու միջակություններ, եւ նրանք էլ կրկնում են, որ այո, տեսեք մենք ժողովրդավարության վերաբերյալ միջոցառումներ ենք կազմակերպում, Հայաստանում շատ կարևոր է համարվում, իրենք էլ օգտագործում կարևորվում է, չեմ իջե գունավորվում է, հայերեն անգամ չգիտեն, կարևորում են, դու ով ես որ կարևոր ես, դա կարևոր կարող ես համարել, բայց դու չես գունավորում, չես կարևորացնում, որ ասում կարևորվում է, այդ իրենց փորձում են գիտակցույց տալ, ինչևէ Հայաստանը ժողովրդավարության միջնաբերդ համարող մարդիկ, որ հայերեն լավ չիմանալով երբեմն բաստիոն են կոչում, նրանք պիտի մի հարց տան նախ իրենց, ապա Հայաստանի արդեն 7 տարվա վարչապետին։ Գիտեք, ես 7 ամիսներ անցել եւ ասում ենք դու ինչու ոչ մի քայլ չես անում ժողովրդավարության ուղղությամբ, նրա հետևորդները, նրա խամաճիկները ասում են, դե ժամանակ տվեք էլի, 7 ամսում ինչ պիտի անես։ Հիմա 7 տարի է անցել։ Եվ այդ 7 տարվա դիրքերից ամեն մարդ պետք է նախ ինքնին հարցնի։ Ժողովրդավարությունը բարձրագույն արժեք համարող մեր իշխանությունները ինչ են արել ի նպաստ ժողովրդավարության 7 տարիների ընթացքում։ Ավելի հստակ, գոնե մեկ քայլ կատարել է ներկա իշխանությունը, մեկ քայլ։ Չէ՞ որ սրանք իշխանության եկան մերժելով Սերժ Սարգսյանի սահմանադրությունը։ Մերժեցիք, ավելին կառավարության ծրագրում, առաջին ծրագրում գրեցիք այս ընտրական օրենսգրքով, բնականաբար սահմանադրությամբ, արդար ընտրություններ հնարավոր չէ կատարել։ Հիմա հարց, այդ հայտարարությունը կատարելուց հետո դուք ինչ արեցիք, որ իշխանության ճյուղերը դառնան Հայաստանում տարանջատված եւ իրար հակակշռող եւ հավասարակշռող։ Ոչինչ։ Ինչ արեցիք, որպեսզի այս կայուն մեծամասնություն կոչվող դրույթը, ստոր դրույթը, այսինքն դու կարող ես հավաքել 11%, մյուսները հավաքեն 10%, դու քո այս 11%-ով ստանում ես 50%-ից ավելին։ Այդ խուժան դրույթը ինչու չփոխեցիք։ Չարեցիք։ Այնպես որ ես ամենայն պատասխանատվությամբ, նաև ելնելով նրանից, որ ժամանակին ձեր հայրերն ու պապերը 2,400,000 մարդին ձայն են տվել, նրանց արժեվ ունեցած իմ պատասխանատվությունից ելնելով, ձեզ բոլորից հիշեցնում եմ, տեղեկացնում եմ, որ այս իշխանությունները 7 տարվա ընթացքում ի նպաստ ժողովրդավարության ոչ մի քայլ չեն արել։ Եվ անգամ ժողովրդավարության Ժ բառը արտասանելիս դուք բոլորս իրավունք ունեք ու պարտավոր եք ասել պիղծ արարած փակիր ռեխդ։ Դու 7 տարվա ընթացքում միայն մի բանով էր զբաղված խաբել մարդկանց, համոզել, որ իրենք ժողովրդավարական երկրում են ապրում, գայթակղել նրանով, որ իբր բոլորը դարձակ վարչապետ եւ հրամայել բոլոր ոլորտներում անտեսել Հայրիկյանի ներկայացրած բացարձակ ժողովրդավարության նախագիծը, որի ներդրմամբ Հայաստանի քաղաքացիները իսկապես դառնում են երկրի տերը։ Իսկ եթե քաղաքացին դառնում է երկրի տերը, բնականաբար որևէ ստոր սրիկը չի կարող մնալ իշխանության։ Նախ չի կարող գալ իշխանության, հետո չի կարող մնալ։ Ուրեմն սա անառարկելի փաստ է։ Հայաստանը քաղաքականավորների երկիր դարձրած ապիկարի բռնակալական հակումներ ունեցող ճիվաղի համար նրա վերաբերյալ խոսակցությունների ժամանակ հիշել, որ նա ոչ միայն ժողովրդավարության հետ կապ չունի, այլ ժողովրդավարության թշնամի է։ Ցավոք սրտի ոմանք տրված սրա բարբաջանքներին հավատում են, որ ընտրություններով ինչ-որ բան պիտի փոխվի,
Սահմանադրությունը եւ ընտրական օրենսգիրքը, այնուհետև մեր պետական համակարգը այնպեսին է, որ Հայաստանը չի կարող լինել ժողովրդավարական։ Մուսոլինիի նախագծով, Մուսոլինին գիտեք, չէ, իտալացի ժողովուրդը ինքը նրան դատապարտեց, ճանաչեց թշնամին։ Մուսոլինիի սահմանադրության տարբերակով 21-րդ դարում սահմանադրություն ունեցող ժողովուրդը եւ այդ սահմանադրությունը փառաբանող, տեսեք ինչ է ասում։ Հիմա նոր սահմանադրություն է ուզում, առանց պետական համակարգը փոխելու։ Ինչ է նոր սահմանադրություն ուզում։ Նոր սահմանադրություն պետք է լինում միայն պետական համակարգը փոխելիս։ Հակառակ դեպքում մի քանի հոդվածներ սխալ են, ուղղում ես։ Ես գնացել եմ այդ ճանապարհով։ Նախորդ սահմանադրության մի քանի հոդվածներն ուղղել եմ, որից հետո քաղաքացին 2 տարին մեկ քննություն է ընդունում իշխանավորներից։ Լավ են իրենց պահել, կվերընտրվեն։ Քաղաքացին մասնակցում է ընտրության ու գիտի, որ ես մասնակցել եմ խորհրդարանի ընտրության, ձայնս պիտի հասնի պարլամենտ։ Եվ տեսնում է, թե ինչպես է իր ձայնը օգտագործվում։ Պարզ ու հասարակ։ Այնպես որ հիմնական ասելիքս, վերադառնամ հիմնական ասելիքից։ Մենք ունենք ոչ միայն ապիկար իշխանություններ, բոլորը գիտեմ, որ ստախոս, սրպապիղծ, այլ ունենք ձեզ մշտական մոլորության մեջ պահող եւ ձեզնից ձեր գլխավոր իրավունքը, ինքնորոշման իրավունքը բռնազավթած իշխանություններ։ Որևէ մարդու մեծագույն թշնամին, անգամ երեխան ինչ է ուզում։ Ուզում է ինքը ինչ-որ բան որոշի։ Եվ երբ ծնող ասում է, չէ, սա չի կարելի, նա մտածում է ծնողը անգամ դա ծնողի դեպքում։ Բայց մենք ազգ, ժողովուրդ, հազարամյակների ճանապարհ անցած ազգի ներկայացուցիչներ զրկված ենք ինքնորոշման իրավունքից։ Զրկված ենք սահմանադրությամբ եւ պիղծ օրենքներով, որոնք փառաբանելով զբաղված Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է կոչում գլխավոր սրբապիղծը։ Թե ինչ եզրակացություն կանեք իմ ասածից դուք գիտեք, բայց բոլոր նրանք, ովքեր սրանից հետո ժողովրդավարություն բառը այս ապիկարի եւ նրա խամաչիկների շուրթերից լսելիս մի բան պիտի ասեն. սրբապիղծ տականք։ Միայն մի բառ։ Սրբապիղծ։ Ինչ վերաբերում է դրական առաջընթացների, ես վաղուց ասել եմ, պատրաստ եմ, քանի դեռ կամ պատրաստ եմ օգտակար լինել, մանավանդ ունեմ պատրաստի նախագիծ, դուք բոլորդ, եթե սիրում եք ձեզ ու ձեր զրավակներին, գնահատում եք ձեզ որպես մարդ արարած եւ ինքնորոշման իրավունքը համարում եք գլխավորը, ժամանակավորապես բոլոր գործերը գցում եք մի կողմ, համախմբում եք իմ շուրջը, իմ գաղափարների շուրջը եւ 91 թվականի օրինակով նախ մեր հայրենիքն ենք դարձնում աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, հետո այդ օրինակով աշխարհն է դառնում ավելի լավը։ Հակառակ դեպքում կունենանք այն ինչ որ ունենք, գուցե ավելի վատը։ Թող Աստված մեզ առողջ բանականություն տա։